Այսօր մեր հյուրը մեր գործընկեր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն է եւ այսպես Բենյամին քո գնահատականը Նիկոլ Փաշինյանի ելույթի հետ թե հանրաքվեի մասով որ չենք գնալու եւ վերջ ու նաեւ որ սահմանափակումների մասին միայն որպես այդպիսին ակնարկեր եւ գլխավոր թերևս հարցը մեր շատ քաղաքացիների համար կարող է ի վերջո մնալ այն բաց մնալ որ ի վերջո ինչու է Ռուսաստանը Վլադիմիր Պուտինի մակարդակով Փաշինյանին ընտրության առաջ կանգնեցնում այս հարցի պատասխանը ինձ թվում է շատ կարեւոր է որ մարդիկ գիտակցեն թե ինչու է ռուսական կողմը այդ առաջարկը եւ այդ դեդլայնը տալիս Հայաստանին Նիկոլ Փաշինյանի խոսույթը ԵԱՏՄ գագաթնաժողովին ինձ մոտ քաղաքական առումով դեժավյու առաջացրեց, սա նույն Սերժ Սարգսյանի եւ-ն է, ուղղակի շատ ավելի կոշտ կոպիտ տարբերակով եւ ինձ թվում է հետևանքների տեսանկյունից շատ ավելի վատ է լինելու Հայաստանի Հանրապետության համար անհնար է հատկապես մի իրավիճակում, երբ որ Ռուսաստանը արևմուտքի մի զգալի հատվածի հետ ակնհայտ պատերազմի մեջ է փորձել այս տեսակ քաղաքականություն վարել եւ հույս ունենալ, որ դա անհետևանք է մնալու։ Իդեպ սրանով մենք փչացնելու ենք մեր հարաբերությունները, այս պայն փչացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, բայց վերջում, եթե իրադարձությունները այնպես զարգանան, որ դու արևմուտքին գցես, դու փչացնելու ես հարաբերությունները արևմուտքի հետ։ Սա առաջինը, երկրորդը Ինչու է Ռուսաստանը ընտրության առջև կանգնեցնում Հայաստանի Հանրապետությանը, շատ պարզ։ Մեր հարգարժան արևմտյան գործընկերները չեն թաքցնում, որ 30-ական թվականներին հնարավոր է, շատ հնարավոր է Ռուսաստանի հետ ուղիղ արճակատման մեջ մտնեն, պատերազմի մեջ մտնեն, իդեպ նույն Ալեքսեյ Օվերչուկը, ում բառացիորեն վարքյանների առաջ էինք լսում, ընդամենը մի քանի շաբաթ առաջ դա էր ասում, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստվում, բայց չիմանանք Հայաստանի Հանրապետությունը որ ճամբարում է լինելու։ Եթե լինելու է եվրոպական ճամբարում, ինչու մենք պետք է Հայաստանի Հանրապետությանը ֆինանսավորենք։ Ու եւս մի կարևոր նրբերանգ է, ես կարծում եմ մենք սա էլ պետք է երևի ինքներս մեզ հետ անկեղծ լինենք։ Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը մաքսիմալ կերպով հակառուսականությունը Հայաստանում օգտագործել է։ Հակառուսական տրամադրություններ տարածող փորձագետները, որոնք սնվում են շատ դեպքերում արևմտյան գրանտներից, նույն հանրային հեռուստաընկերությունից գրեթե տուն չեն գնում։ Եվ կա հավանականություն, որ հանրաքվեն եթե տեղի ունենա ԵԱՏՄ եւ ԵՄ հարցով, մենք կարող ենք գալ մի իրավիճակի, որ քաղաքացիները ազդված լինելով Նիկոլ Փաշինյանի քարոզչությունից կողմ քվեարկեն ԵՄ-ին։ Այստեղ արդեն Ռուսաստանը լեգիտիմ հնարավորություն է ստանալու իր վրայից թոթափի պատասխանատվությունը ապագայի համար։ Ինչի մասին է խոսքս, ինչու եմ ասում թոթափի պատասխանատվությունը։ Մեր հարգարժան փորձագետները իշխանական շատ մեծ շուկով տոնում էին այն, որ Թուրքիան սկսել է վերականգնել երկաթգիծը դեպի Գյումրի։ Արփինե բացի տնտեսական կոմպոնենտից Այնտեղ առաջին հերթին կարող է լինել նաև ռազմական կոմպոնենտ եւ երկաթգիծը դու կարող ես օգտագործել ռազմական լոգիստիկայի նպատակներով։ Եվ եթե Հայաստանը ընտրում է, որ ինքը այլևս Եվրասիական տնտեսական միության հետ չէ, Ռուսաստանն էլ թոթափում է իր վրայից պատասխանատվությունը ապագայի համար, Հայաստանի խոսքը միայն տնտեսության մասին չէ, խոսքը նաև ռազմական կոմպոնենտի մասին է։ Նիկոլ Փաշինյանը այնպես չէ, որ սրան դեմ է։ Խնդիրը հերթական անգամ ստիպված եմ սա ասեմ, թայմինգի մեջ է։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը, քանի որ վերջին 8 տարին իսկապես ստացվում էր երկու աթոռի վրա նստել, իրենք ուզում են հնարավորինս երկար ձգել, հնարավորինս շատ ռուսական շուկայից օգտվել, ռուսական հնարավորություններից օգտվել եւ ֆինանսավորել դրանով Հայաստանի շրջվելը դեպի եվրոպական միություն, բայց իրականում դեպի թուրքական աշխարհ։ Ռուսական կողմի արձանագրում է հետևյալը. մենք հասկանում ենք, դուք ինչ եք անում, բայց դուք եթե շարունակում եք դա անել, դուք անելու եք մեր պայմաններով, մեր թայմինգով եւ մեր կողմից առաջ քաշվող սկզբունքների համաձայն։ Այդ իսկ պատճառով իրենք պահանջում են հանրաքվե իրականացնել ԵԱՏՄ ԵՄ երկընտրանքի վերաբերյալ։ Ես ասեմ ավելին, եթե Նիկոլ Փաշինյանը այս նույն տրամաբանությամբ շարունակի ելույթներ ունենալ, ես կարծում եմ մոտ ապագայում ռուսական կողմը կարող է բարձրացնել նաեւ հարց 102 ռազմաբազայի վերաբերյալ հանրաքվե անցկացնել։ Դե եթե մենք գնում ենք ԵՄ, ուրեմն ոչ միայն ռուսական փող չի կարող լինել, այլ նաեւ ռուս զինվորներ չեն կարող լինել այստեղ։ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում ասում էր, որ ակնարկներով էր խոսում սահմանափակումների մասին, բայց այսպիսի մի հստակ միտք արտահայտեց, որ իրենք համոզված են, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Այսինքն Փաշինյանի պատկերացմամբ ինքը
Հայաստանը կարող է լինել ԵԱՏՄ անդամ երկիր, բայց միևնույն ժամանակ այդ ցերտ համագործակցությունը ունենալ այլ երկրների հետ, բայց փաստացի տվյալ դեպքում այդ այլ երկրները Ռուսաստանի համար ճակերտավոր ասած հակառակորդ երկրներ են։ Սա բնականաբար Մոսկվայի համար անթույլատրելի է։ Նիկոլ Փաշինյանը դա չի հասկանում, որ սա Նիկոլ Փաշինյանը շատ լավ ամեն ինչ էլ հասկանում է, բայց ինքը ընդհանրապես բերվել է նրա համար, որ Ռուսաստանը մեզանում մեր տարածաշրջանում այլևս տեղ չունենա։ Կրկին ասեմ, այստեղ ուղղակի խնդիրը թայմինգի մեջ է։ Իրենք ելի են ուզում ինչ-որ ժամանակ ստանալ ֆինանսավորում Ռուսաստանից։ Այդ ժամանակը հիմա չկա, ինձ թվում է, այսպես հիմնական խնդիրներից մեկը դա է, այս իրավիճակի եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բարդ իրավիճակում են հայտնվել, իսկ ինչը վերաբերվում է այլ երկրների հետ համագործակցությունը, զրոյական խաղ եւ այլն եւ այդպես շարունակ, ովքեր են էլի այդ մարտիկ, ովքեր այս տեքստերը գրում են։ Տեսեք, Եվրասիական տնտեսական միության անդամ ոչ մի երկիր չկա, նույնիսկ Ռուսաստանը, որտեղ հիմա չի աշխատում նույն ամերիկյան կապիտալը, կան եվրոպական բանկեր, եվրոպական կազմակերպություններ, այսինքն այստեղ եթե դու աշխատում ես մաքուր տնտեսական տրամաբանության շրջանակներում, այնպես չէ, որ Ռուսաստանը դրան դեմ է, ավելին Հայաստանը ուկրաինական այս կոնֆլիկտի շրջանակներում վերածվել էր մի կենտրոնի, որը եւ ինքն էր տնտեսապես շահում այդ ռազմական գործողություններից, եւ Ռուսաստանն էր այդտեղից շահում, որովհետեւ Հայաստանով Ռուսաստանը կարողանում է ստանալ ապրանքներ, որը ուղիղ չէր կարողանում ստանալ, Հայաստանի միջոցով կարողանում էր վերավաճառել որոշակի ապրանքներ։ Ալեքսեյ Օվերչուկը երբ խոսում է 12 միլիարդ ապրանքաշրջանառության մասին, ինքն սրա մասին է խոսում։ Այսինքն Ռուսաստանը դեմ չէ տնտեսական համագործակցությանը։ Ինձ թվում է ոչ մի բանական ղեկավարություն ոչ մի երկրում չի կարող դեմ լինել տնտեսական համագործակցությանը։ Խնդիրը տնտեսականը ռազմաքաղաքականի վերածելու է։ Ու սա այս պարագայում արդեն այնպես չէ, որ կախված է միայն Հայաստանից։ Մեր հարգարժան եվրոպացի գործընկերները իրենք որոշակի պայմաններ ունեն։ Եվ Ռուսաստանը շատ լավ հասկանում են, որ մաքուր տնտեսական համագործակցություն եվրոպացիներ չեն հանդուրժելու։